Բարի լույս, բարի առավոտ բոլորին։ Հարգել հետևորդներ ջան, այս ինչ հավեսին եղանակա, երկորա գարուն, իսկական գարուն։ Հավեսին, ծիտիկների ծլվլոցը, այս առավոտից պատուհանը բացել եմ, որ մաքուր հոտ գատուն, համ էստեղի պատուհանն եմ բացել հյուրասենյակի, համ խոհանոցի, համ միջանցքի, որ այսպես մի հատ այս գարնաշունչը սենց վրա տան մեջով ու դուրս գա։ Տեսեք, ինչ հավես է, այս ինչ հավես է, Ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ուրեմն, այսօր որոշել եմ, ոնց որ ծուխ են արի, նորից պիտի պատուհանները փակեմ, վայ, այս ինչա, չես կարողանում ոչ լվացք փռես, ոչ էլ կարողանում ես պատուհան բացես։ Հիմա այս մաքուր օդը կվերածվի, չգիտեմ էլ ինչի, ասելու չի։ Չնայած առավոտն եմ բացել, բայց կարելի է հիմա ծածկած, չգիտեմ, մեծ ձեռքով ծածկում եմ, մեծ ձեռքով ծաղիկը քաշում եմ, այսպես։ Այս գեղեցկուհիներից էլ շարեմ, ուրեմն ինչ էի ուզում ասել, մնաց կիսած ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ, որ ժամանակն է արդեն ցորեն եւ ոսպ ցանեմ, ճիշտ է, ցորենս այդքան էլ հաջող չի, մի քիչ կեղտոտ ցորեն է, մաքրել եմ, դե մի ափսե այդպես կցանեմ, մեկ էլ որոշել եմ ոսպ ցանեմ, այսօր էդի պիտի անեմ ու նոր մեր մոտ ծառ էին բերել, ավտոյով ծառեր էին ծախում, հիմա որոշել ենք 3 հատ ծառ են կարել, տանձ են կարել, գիլաս են կարել, տանձ, գիլաս, մեկ էլ ինչ? Դեղց են կարել, հիմա որոշել ենք, որ այսօր այդ ծառերը տնկենք մեր այգում, էդի չունեինք, տանձը չունեինք, դեղցը չունեինք, թե չի ամեն ինչ ունենք։ Մեկ էլ ուզում եմ այսօր ցորեն ցանեմ, խառը գործեր ցորեն ցանեմ, ուզում եմ մի փոքր դուլ լավ կարմիր թթու դնեմ, թթուս արդեն վերջացել է, բայց ջուրը չեմ թափել, թթու կդնեմ, այդ ջուրը նորից մաքուր ջուր կավելացնեմ, աղ կավելացնեմ, բազուկ կավելացնեմ, նորից թթու կդնեմ ու այսօր սենց խառը գործեր, այսօր նորից Էլենս թարի է ժողովուրդ ջան, թար, դաշնամուր ու վաղը Էլենս արդեն պետքա գնա, վաղը 19-ն է, որ թենիսը խաղա երեխեն, տեսնենք հələ ոնց կլինի, Աստված երեխեքի հետ, հիմա այսօր ես պիտի գնամ Էլենիս հետ Արարատ, ուզում եմ գնամ Էլենիս մի հատ սև վարյոնկա, այսպես սև ջինս է ուզում, մի հատ սև ջինս առնեմ, շալվար առնեմ, այսօր Վարդուս հետ գնալու ենք Արարատ, համ Էլենս կգնա երաշտական, մենք էլ հետը կգնանք ու այսպես ման կգանք, հիմա ուզում եմ հասցնեմ, այսքան բանը որ ասեցի, հիմա ուզում եմ անեմ, ամուսինս ծառերը վերցրեց գնաց այգի, այդ հանկնդեղ հիմա օգնեմ, որ ծառերը տնկենք, գործեր էլի, ժողովուրդ ջան, լիքը գործ, սեփական տուն, այգի, բակ, չգիտեմ, գործ, ժողովուրդ ջան, սա հեչ, մազերս հա չէ շատ սիրուն, Բայց այսպես հելել եմ առավոտյան կապել եմ, սենց էլ մնացել է, այ քեզ բան, հələ նայեք, դե ոչինչ, լավ, ժողովուրդ ջան, շատ չդատեք այս կերպարիս համար, դեռ ներկելու, այլի չեմ ներկել, այսօր հիշեմ ներկա առնեմ, ու տենց էլի, ոչինչ էլի, դե կարճ մազա, որ սենց հավաքում ենք, սենց է ստացվում, բայց ասեմ Վարդուհիս, հիմա այս հոլովակս որ տենակ, ասի մամա, այս ինչա քո մազերի վիճակը, իմ աղջիկս միշտ քննադատում, չնայած երկու աղջիկներս են քննադատում, բայց դե ոչինչ էլի, ինչ ա էլ է որ, հա, ժողովուրդ ջան, կինենք էլի, մի օր այսպես կլինի, մի օր սիրուն կլինի, դե հիմա կարևորը որ հավաք ա, չէ, գնացինք, այստեղ լավ մաքրել եմ, վախ, ժողովուրդ ջան, ինչ հավես է, որ մտնում ես, մաքրում ես, վերջացնում ես, սենց ամեն անկյուն, մաքուր, մի հատ էլ ծաղիկներից ցույց տամ ու գնանք։ Էս էլ իմ հրաշքի թառը,
երեք երեկոյան նվագել է, առավոտյան էլ արթնացել է, նվագել է, ասեց մամա, չվերցնես, թող մնա, որ կան նորից նվագեմ ու գնանք Արարատ։ Ուրեմն ասացի, որ մաքրություն եմ արել, պատուհանները լվացել եմ, դե այսօր պիտի պատուհան լվամ, պիտի հաջորդ օրը անպայման անձրև գա։ Անձրևի հետքերը նայեք պատուհանի վրա, բայց դե ոչինչ։ Թող այս անձրևները լրիվ վերանա, հետո նորից կմաքրենք։ Գալաքսինյան, տեսեք նոր տերևներ է տալի ու ինքան սիրուն ծաղիկներ է ժողովուրդ ջան, էս էլ էր նորություն, դե դուք գիտեք, էս ֆիկուսն էլ փոքրիկ թզուկ ֆիկուս են ասում, էս էլ եմ նոր դրել, էսիկ դե անթորիում են ասում, ոնց որ ժողովուրդ ջան, եթե չեմ սխալվում, հա։ Էսիկ էստեղ հիմա էստեղ դե պիպերտները սա Այս էլ ես գեղեցկուհիներ, սա մանուշակս էլ դեռ հլը չի ուզում ծաղկի, միշտ նայում եմ մոտիկից, նոր տերևներ է տալի, բայց դեռ հլը չի ուզում, որ ծաղկի, դե այս մի մանուշակն էլ արդեն ձեռք է քաշել ինձնից, էդ էլ էդպես, ժողովուրդ, ասի գնամ ամուսնուս օգնեմ տնկենք ու ասածից վրա ծիծաղս եկավ, ասել եմ գնում եմ ամուսնուս օգնեմ, որ տնկենք էլի, այսինքն ես օգնում եմ քեզ, նայեք, միջով եկա ինքը արդեն տնկել էր, էսի տանձնա, տնկել ենք, հա, էդ էլ ես, հովիկ, ջրերը չի գալի, այսեղ երկու հատ թուս կար, ուրեմ թզերը վերացրեցինք, 4 հատ թուս կար, երկուսը պահեցինք, երկուսը կտրեցինք, տեսեք, տեղ է երևում արդեն, բայց ուրեմ մի հատ ծառը տե կտնկենք, ստեղ ինչ ենք տնկում, գիլաս, հա, գիլաս ունենք, բայց նույն գիլասից, հա, հովիկ, ավելի խոշոր, կարելի է մի քիչ այն փեյնից լցրած մեջը, թե չէ, թե կվառի ծառը, հա, գոմախ ավելի ճիշտ, հավերի, չէ, գոմախ են ասում, որ չի այդքանը, հա, ժողովուրդ ջան, ես էլ ասեմ, ուրեմ ծառը առել ենք 500 դրամ, մենք է զարմացանք այդքան էժանա ծառը, որովհետև 1005 չէ, 1005, 2000, դե միջև չտնկենք չենք կարա իմանանք, ինչա կարող է հանկարծ, հա, իսկական ծառեր չլնի դե բերքի հովիկ, 500 դրամ, կար մոտը ամեն ինչ, մալաչա տանց, հա, այն տանձը, որ տնկել ենք, այդ մալաչա տանձն է, սեք երկինքը պարս, կապոտ, այսօր նայել եմ, ուրեմ մեր ցանած, ասում եմ իմ, բայց էլի սու դուրս կգա, ամուսնուս ցանած կանաչիները բոլորը ծլած է, ուզում էի ես տելեֆոնը քաշեի մի քիչ արև կպներ, բայց խոնավ էր, ասեցի թող մնա, բայց 3 տեսակի սերմ եմ գցել, 3-ն էլ լավ ծլել է։ Որ կուզես տնկի, հա, ուզում ես դեղցը բեր տնկենք, տանձ դեղց, գիլաս կտանենք այն մի ազատ տեղը, ասեմ ազատ հողակտորել չունենք, այսքան տարածությունն է, որ նկարում եմ, դե այստեղ էլ բանջարեղեն եմ ամեն մեկից 2 հատ անում, թե չէ մնացածը ծառեր է տնկած, ահա, արմատները, այդի լավ արմատ, էլ արմատը խես կտրում, հոբ, արմատով է, պատվաստես, կարճացնես, հա, կարճացրա, լավ, իսկ որ չկտրես ծերերը, հովիկ, պիտի կտրես անպայման, դու ես բռնեմ, դու լցրա հողը, տեսեք, որ ասում եմ գործ եմ անում, օգնում եմ,
Ուզում ես մի քիչ էլ են գոմաղբիս լցրել։ Մի լապատկա։ Նուշն էլ արդեն լավ ծաղկել է, ժողովուրդ ջան։ Հեսա կգնանք մոտիկից կնկարենք։ Հա, ոչինչ, սենց այն մեկին չես լցրել, չէ՞։ Չէ, հենց լավ է, որ արմատին չլցրի։ Վերեմ ես ջուր։ Դու կտրի ես վերեմ շատ մի կտրի, կողքի բաները թող մնա, ազատ չի վերը, մի քիչ վերևից ուզում ես կտրի։ Ես որ հես սարից էինք խոսում առավոտը։ Երկու հատ լցնեմ հերիքա, վաղն էլ կջրենք։ Վաղը որ ջուրը գա, ես կջրեմ առավոտը։ Որին է լցնել, նրան է լցնել։ Ես լցել եմ, գոմաղ։ Հա, որ չկա ստեղ։ Գոմաղ կլցել։ Հա, սաղին ես, հա։ Էդի հերիք, հա, վաղը ես առավոտը կջրեմ, որ ջրերն եկա։ Ժողովուրդ ջան, ստեղ դաղց էի տնկե, արդեն 3-4 տարին է, այս խաղողի առու է, խաղողի մեվի առու է։ Ամեն օր նայում եմ, տեսնեմ հելելա թե չէ, հենա նոր դուրս է գալի դաղցը։ Դաշտի բերած դաղց է, դե էսի նանա է, կոչվում է վայրի նանա, սենց ենք ասում, բայց նանայից էլ ավելի անուշ համ ու հոտ ունի։ Հələ տեսեք ինչ լավն է, հետանոր հելնում է։ Այս տարի էլ որ նորից գնամ դաշտ, նորից կբերեմ։ Այսպես հիմա գնանք ընդ տենանք, չգիտենք այս մի ծառը որտե տնկենք, որ հարմար լինի։ Այս փոքրիկ հողակտորը չենք ուզում այստեղ անենք, ասում եմ թող մնա։ Էլի բանջարեղեն եմ անում։ Տեղ չենք թողել, ազատ տեղ չենք թողել։
տեսեք, էսի նուշի ծառնա։ Բա մեղուների ձենը։ Մի քիչ հեռու գնամ, ինձ էլ չկծի։ Հա, ինչ որոշեցիր, որտե տնկես։ Բա տեղ պոպոկը կմեծանա, կխանգարի։ Սիրունա մեր այգին։ Ծառերը տեսեք ոնց է բողբոջը, սա էլ է ուզում բացվի, ծիրանի ծառը։ Էսի արջանաբադ էր, որ ցույց տվի արջանաբադի ծիրանա, էսի, հա, էսի շալախ ծիրանն է, կոկոմները, բողբոջները։ Սրանք շլոր է, կարմիր դեղին շլոր, էսիկ գյոջայա, ձեն են տալի մեկը մեկին։ Արմատա տակը։ Լավ, հերիք է էտի, հա։ Մեր փիսիկները շարվեցին արդեն պատուհանի։ Էտի փոքր է, չէ՞ մի քիչ։ Կտրելու ես էլի։ Էսի նույն մեր գիլասից է, չէ՞ ոնց հասկացա։ Թե չէ։ Կարճ պոչ, հա։ Հա, մեր պոչերը երկար է, ճիշտ է։ Այ դեղին գիլաս չուներ Արմենին։ Դեղին գիլաս։ Հա, մամային կունեին, Հայաթը։ Ջուրը բերեմ։
երկուն ես կցանենք։ Ինչ անեմ, բռնեմ ես ցանեմ։ Խփեմ, տնգեմ, հետո դու առուկ անես, որտև անցել է ժամանակը մի բաներ։ Ինչքան շուտ ցանենք, շուտ գծելի։ Վերջ, ծառերից վերջացրեցինք 3 հատ ծառ, տարբեր ծառեր, մրգատու ծառեր, բերքատու ծառեր։ Հա իր այստեղ, պիտի որ լավ լինի, հա? Պիտի բառեն գնա, թող ես խատա։ Հա, պիտքորի հետո ես փափուկա, չէ, այս անժևները փափկացրեց։ Մայիսի կպնի որ վառեն, չի կպնի, չէ թացա, իչքան թիղթա հավաքին կպե վառեն վեր։
Չէ, այսքան հիմա ինչ ենք անել, առու ես բացելու։ Հա։ Հա, էդի տնգի։ Այս առուն փորել ենք կարտոշկի համար։ Հիմա այսպես փորելա, փխրացնում է, հետո առու կբացես, չէ՞։ Առու կբացենք, այսպես երկար առու կարտոշկա կցանեմ։ Հա, ծլելուց հետո։ Դու հիմա տեղերը բացի, ես Հիմա չէ։ հա, բայեբ։ Շորանալ է, քանի թափսա։ Դի թափսա, այն ման քաշեն։ Հա։ Արում բացեմ տնգի։ Դե հիմա բերեմ տնգենք։ Հա։ Բերեցել։ Հիմա նկուղում եմ, այստեղ ուրեմ կարտոֆիլ կա։ Ծիրա տվե, հենց այս կարտոֆիլից էլ ուզում անենք։ Տեսեք հələ ժողովուրդ ջան, տեսեք ոնց է ծիլ տվե, հենց իսկական տնկելու կարտոշկա է։ Հիմա սրանց մեջից ջոգեմ մանրերը, տանեմ տնկեմ արդեն։ Տեսեք, չէի որոշել, որ այսօր տնկեի, բայց փաստորեն այդպես ստացվեց։ Այս սրանք հիմա պետք է տնկենք։ Տեսնենք, որն է շատ սրանք ժողովուրդ ջանանք։ Տեսնենք, որը որ շատ արմատակալած է։ Մենք մի առու տնկենք։ Ինքան լավ է, որ հետո հայաթից այգուց էլի ժողովուրդ ջան, գնում ես սիրուն հանում ես, բերում ես ժարի տեսարի։ Սրանք ուրեմ տանենք, տեսեք լրիվ արմատը։ Հալավիդրոնի մեջ նայեք։ Հիմա մի քիչ այս կողմից սենց վերցնեմ, էսիկ, մնացած արդեն արմատները կմաքրեմ, հենց այսքանն է, կմաքրեմ, կտանեմ վերև, ես դնեմ, որ արմատները հանկարծ չվնասեմ, ինչքան սենց արմատները մնա հողերես, ավելի շուտ կծլի։ Այստեղ էլ ինչ կա, ավելի շատ արմատով։ Վերջ երևի, այսպես մի վեդրո ժողովուրդ ջան լցրել եմ, այսքանի երևի հերիք, հա, նայեք։ Սրանք էլ արմատները կմաքրեմ, կտանեմ կօգտագործեմ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, նայեք մեր կարտոֆիլ ցանելու գործիքը, փորելուց հետո տեսեք ինչ հրաշք գործիք է։ Սենց քաշում է, ես էլ կարտոֆիլը դնում եմ այդ քաշած առուի մեջ։ Ձեր լապատկով չենք այդպես առանձին դնում, ասենք լապատկով բացի ես դնեմ, չէ, բայց ոնց որ ծուր գնաց հովիկ։ Լավ, հիմա ես էլ արդեն գցեմ, չէ, կարտոֆիլը տենց մոտիկ։
ուրախությամբ ամենակարևորը սենց լավա չէ երևի Սենց մեծ դնեմ, չէ։ Տիրը։ Ուզում եմ, որ շատ արմատ է։ Եթե ծառեր չլներ այսօր մենք հաստատ կարտոշկա չենք էլ ցանելու, չէ, չենք էլ որոշել սա։ Չնախատեսված գործեր այսօրվա, բայց ստացվեց։ Սենց, թե սենց։ Տի ոնց էլ դնել կելին։ Սիրտ, ժողովուրդ ջան, տեսեք, ինչ սիրտ է կարտոշկեն։ Լավ, այդ կողմն էլ դնեմ մի հատ։ Մի հատ էլ այս կողմ դնենք։ Ծածկեմ ձեռով։ Հավիտիկվա և ստասկեմ։ Շատ խորը չենք տնգում, եսի հիմա կսպասենք միջով կծլի, հետո նոր առու կհանենք նորից, որ կարողանանք ջրել։ Հարգելիներս, ամուսինս չհավանեց իմ հող լցնելը, մի երկու հատ լցրեցի, քարը հանի, բայց շատ կարտոշկա կա դե ծլած, որ ուզենայինք հետո մի առու էլ այնտեղ կանեինք անցած տարվա տեղը, չնայած ասում են կարտոշկան պիտի ամեն տարի նույն տեղը չցանես, չէ, տարբեր տեղ պիտի ցանես, որ լավ կարտոշկա լինի, տենց են ասում, չգիտեմ։ Էս էլ արեցինք, էս էլ մի գործ էր, ժողովուրդ ջան, ամենակարևոր բանը, որ ցանեցինք։ Ինչ անեմ, այնտեղ էլ աշկից տեսեք, այստեղ ազատ տեղ կա, անցած տարի ուրեմն այստեղ ենք արել։ Աշկիս Էլենիս հետ բռնեմ, ես այստեղ վաղը ցանեմ։
Ինչ պիտի լինի լապատկով հողը կհանեմ, Էլենս կարտոշկեն կդնի մեջ, հետո կծածկենք։ Գցելի էլի ժողովուրդ ջան, ինչ պիտի լինի։ Մեղուների ձենը։ Էս էլ խնձորը, շաքար խնձորն է։ Էս էլ նորը, այսպես չաշկա է անում, որ ջուր լցնելուց կողքերով չհելնի։ Քանի տարի է այսի տնկել ենք, 2 տարի կա, 2 տարի նորը, նրան ծառը։ Ինչա։ Հա, առանց կորիզ նորը։ Էդ իր արմատներն էր, հա։ Չէ, իրանը չի։ Այդքան դժվար արմատ ունենա, որտև նոր դրածը։ Ես էդի վաղ կջրեմ են մնացած ծառերի հետ։ Չնայած խոնավ է, հանձերը խոնավացրել է։ Այսօր այսքանը վերջացրեցինք այսօրվա գործերը, բայց դե այգու գործը շատ է, խաղի այն մևերը պիտի կտրտես, հլը ժողովուրդ ջան, շատ գործեր կա, այն նռները, հովիկ նռներն էլ չէ պիտի կտրենք, նռներն էլ պիտի թեթևացնենք, սոխերս աուժեղ, պիտի ստեփորը նորից ցանենք։ Կարտոֆիլը ցանեցինք, ծառերը տնկեցինք, հիմա գնամ ձեռքերս լվա, մտնեմ խոհանոց, ժողովուրդ, մտնեմ խոհանոց ու արդեն կաղամբը կտրտեմ։